տարիների լռությունից հետո Մարիան առաջին անգամ կանգնում է ճշմարտության առջև, դառը, ցավոտ ու խեղդող ճշմարտության։ Նա հասկանում է, թե ինչ անսահման ցավ է ապրել իր մայրը Օֆան և ինչ ահռելի սխալ է թույլ տվել իր տատիկը, խլելով Օֆայից ոչ միայն իր երջանկությունը, այլև ողջ կյանքը։ Հիմա Մարիան տեսնում է, որ պատմությունը կրկնվում է։ Տարիներ առաջ տատիկը խլեց մոր ճակատագիրը, իսկ այսօր նույն գործելակերպով կրկնում է այդ սխալը մահամերձ Օֆայի հանդեպ։ Տատիկը տիկին Ալիսան չի կարողանում պատասխանել։ Նրա լռությունը խոսուն է, իսկ Մարիան ասում է, որ հիմա նոր է ամբողջապես հասկանում Օֆայի ցավը, նրա կորցրած առողջությունը, տարիները, ապրումները։ Հիմա է հասկանում, թե ինչու է Օֆան ժամանակին գնացել այդքան կտրուկ քայլի, գողանալով Վահանին։ Մյուս կողմից Ռաֆը, ստանալով Մարիայից բաղձալի խոստովանությունը, Դավիթի ներկայությամբ, որ ինքը սիրում է նրան, գնահատում նրա անկեղծությունը, իսկ Դավիթը պարզապես անցյալ է, դառնում է աշխարհի ամենաերջանիկ մարդը, ու այդ ոգևորությամբ ինքնավստահ գնում է Ռուբենի մոտ, հպարտությամբ հայտարարելով, որ ինքն ու Մարիան հաշտվել են։ Սակայն Ռուբենը չի հավատում։ Նա մտածում է հերթական մանիպուլյացիա է, Ռաֆի նոր հնարքը։ Ռաֆն էլ վստահ իր հաղթանակում առաջարկում է, թող Ռուբենը հենց հիմա զանգի Մարիային ու ստանա պատասխանը։ Ռուբենը զանգում է, իսկ Մարիայի պատասխանը շոկի է ենթարկում նրան, այնքան, որ Ռուբենը չի գտնում բառեր արձագանքելու։ Մինչ Ռաֆը ուրախանում է իր հաղթանակի համար, նրա մտերիմ դաշնակիցը Արտակը զգուշացնում է, որ Մարիան հանկարծ չմոտենա Սոֆիային ու երեխային։ Հակառակ դեպքում ամեն ինչ շատ վատ կավարտվի։ Այս ընթացքում էլ Լիլիթը հեռախոսով խոսում է Աբուլի հետ։ Նա զարմացած պատմում է, որ Ռաֆն ու Մարիան իրոք հաշտվել են։ Ասում է, որ ինքն է անձամբ լսել, թե ինչպես է Մարիան առաջարկել նույնիսկ հարսանիքի օր է նշանակել։ Սակայն այդ խոսակցության ժամանակ միջանցքում պատահաբար կանգնած է Դավիթը, ով լսում է ամեն բան։ Դավիթը քարանում է։ Նրա սիրտը սեղմվում է ցավից։ Այս ամենը իր սխալ վերաբերմունքի, անվստահության, ստի մեջ խճճված մտքերի հետևանք էր։ Նա հասկանում է, որ իր իսկ ձեռքով է հեռացրել Մարիային և այժմ նա իսկապես այլևս իրենը չէ։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում։ Արդյոք Դավիթը կդիմի ինչ-որ քայլերի Մարիային վերադարձնելու համար, թե կթողնի, որպեսզի ամեն բան գնա իր հունով։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, բաց չթողնելու համար նոր զարգացումները։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Ունեն ասելի հո անտեր չես։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունես։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Ինձ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կամ տարի։ Դու լավ ես։ Կարայինք չմնք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքը։ Այսօր։ Դեկնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդամար։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես պատմել եւ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բանը ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սենց։ Время пройдет, и ты забудешь все, что было с тобой у нас. С
собой у нас։ Բա, այսպես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կռիվ անում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուրա։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայդրությամբ պետք է սցենար կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եւ վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո ներվեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կոգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարան չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից ցերեկը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ չկանը։ Նորմալ։ Մարիա ջան, ես արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց պես Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստադիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հո, ինքը շատ լավ։